Բարեկամներ, ճանապարհներ այսօր մեզ տանում են Հերոս գյուղ, գյուղի անունը հենց Մարտիրոս է, Մարտիրոսը հայերեն, հայոց լեզվում ընդունված է, որ հերոս է նշանակում, այդ իսկ պատճառով էլ ասում եմ գնում ենք գյուղ հերոս, գնում ենք Մարտիրոս գյուղ, ոչ պակաս հերոս անձնավորության անակնկալանելու, սիրված մայրիկի ծննդյան օրը այսօր եւ Որդուն տանիքի կողմից, ինչպես նաև Հարսիկի գլխավորության, որովհետև Հարսիկն է կազմակերպել, կապնվել, ամեն ինչը մանրակրկիտ մտածել, որ ամեն ինչ լինի գեղեցիկ եւ հիմա մենք տանում ենք ամենալավ բաժակը հայ կնոջ համար, սուրճի բաժակ, որի վրա գրված է անուշ լինի, սկեսուր մայրիկ ու մամա։ Վա բարեկամներ, այսպեսի հետաքրքիր օր ունենք այսօր եւ այսօր մեր օրը ձգվելու է մինչեւ հոկտեմբերյան, հոկտեմբերանից հետո էլ Երևան։ Իսկ այ հաջորդ օրվա պատմությունը ավելի դաժան է, որովհետև ամբողջ Հայաստանում ենք շրջելու, գնալու ենք պտույտներ գործենք, բարեկամներ միասին։ Դե ինչ, հիացեք Վայոց Ձորյան տեսարաններով, լեռների կարծրությամբ, ժայռերի տիպիկ, էնդեմիկ ձևով, իսկ մենք գնանք հասնենք Մարտիրոս։ Սահմանին և տանը, կյանքը նվիրեց ասվին Արամ Գալստյանը։ Բարեկամներս, այսօր բնությունը իր լուսավորությունն այնպիսին է արել, որ ամեն ինչը գեղեցիկ երևա, բնապատկերները ուղղակի ճոխ են եւ նայվող, դրա համար մենք ուզում ենք ամեն ինչ նկարել ու ձեզ ցույց տալ։ Իսկ այս հատվածները Վայոց Ձորի համարյա վերջերն են, եթե գնում եք Սյունիք։ Իսկ հիմա մենք արդեն լրիվ ուրիշ ճանապարհ բռնեցինք գեղեցիկ գյուղերի ճանապարհը, որը նոր են կառուցել եւ ինչպես նախորդ անգամ այնպես էլ հիմա ինձ մոտ հարց մնաց թե ինչի Մարտիրոսի ճանապարհը չեն սարքել, երբ որ գտնվում է շատ վատ վիճակում, իսկ այս ճանապարհը սարքել են, որը չէր գտնվում շատ վատ վիճակում, նորմալ վիճակում էր, նորմալից մի քիչ ցածր, բայց յոլա էր տանում էլի, բայց Մարտիրոսին ահավոր է, Մարտիրոսի ճանապարհը թափ է տալիս ուղակի, ցբխում է մեքենատ, UFC է անում մեքենայիդ հետ, հանում է ժայռերի կատարից նետում ցած, ջարդուփշուր է անում, վայրագ ասֆալտ է Մարտիրոսի ասֆալտը, այն պետք է սարքվի, վերանորոգվի, այնպես որ մենք շնորհակալ ենք ամեն դեպքում, բայց դե այն որ անեիք այնքան լավ կլներ, այնքան ուժեղ կլներ, պլյուս այդ ճանապարհը մարտավարական ճանապարհ է, որը որ հաճելի կլիներ, որ լավ վիճակում լիներ։ Հիմա բարեկամներ մենք գեղեցիկ, հանդարտ ու հանգիստ գնում ենք հասնենք մեր նպատակակետին։ Տիկին Գոհարի ծննդյան օրն է այսօր։ Նրա որդուն տանիքի կողմից են գնում, որդին գտնվում է Ռուսաստանում, բայց սերը, սիրտը եւ հոգին այստեղ են, մայրիկի մոտ, մայրական սիրով են զինվում եւ շարունակում ապրել, ստեղծագործել։ Մայրիկները մեր հայոց մշակույթի մեջ ունեն իրենց ուրույն տեղը, ամենաբարձր մակարդակում են եւ որդիները միշտ էլ սիրում ու հարգում են մայրիկներին։ Իսկ մեզ համար շատ պատվաբեր է, երբ որ այս գեղեցիկ աշնանային տեսարաններով գնում ենք մայրիկի ծնունդ շնորհավորելու։ Մինչ Մարտիրոս հասնելը մենք անցնում ենք զառիթափ գեղեցիկ գյուղական բնակավայրով, որտեղ ապրում են հայրենասեր գեղեցիկ մարդիկ, ովքեր առավոտից իրիկուն ստեղծագործում են, ստեղծում եւ արարում այս լեռների գերկում եւ մնում են այստեղ ապրելու։ Մի բան էլ շենացնում են իրենց բնակավայրը։ Եվ սա գովելի եւ լավ օրինակ է, դրա համար էլ անդրադառնում ենք եւ խոսում դրա մասին։ Տեսեք ինչ հրաշք է, որտեղ մարդն է ապրում, կանաչ է ու գեղեցիկ, անգամ չարաշունը իր գույներով չի հասցրել լրիվ ներքի, այս հավիճուտն էլ եկավ Պորշա սիրում, էլ եկել անգնի տակը, ախ դու ճուտիկ, ինչ է սարքում իմ գլխին, մի հատ էլ հլը կենթանասերների մի բանակ գա ասի, դու մեր ճուտիկին տրորեցիր, քեզ պետք է տուգանել, այո, դու տուգանքի մատերիալ ես։ Բարեկամներ, շատ բարդ ժամանակաշրջան ենք ապրում մեր հայոց աշխարհում, մի ստվար զանգված կա գործատուների, ովքեր չեն կարողանում հանգիստ գնալ արդար քրտինքով հաստ վաստակել եւ գնում փաթաթվում են անուշ աղբերների ու քույրերի վզին, ասելով թե դուք խախտել եք կանոններ, պետք է ձեզ տուգանել, այո։ Եվ ինչ է լինում վերջում, իհարկե փոքր ինչ ջղայնություն եւ ներվերի կորուստ, բայց ի վերջո բարին հաղթում է, ինչպես իմ տեսած ցանկացած լավ ֆիլմի մեջ եւ հեքիաթի մեջ։
Իսկ դա այդպես էլ պետք է լինի։ Հենց այդպես պետք է լինի, բարեկամներ։ Բարին պետք է հաղթի միշտ այն մի կողմին, որ կյանքը բալանսի մեջ մնա։ Այլապես կդառնա մի թշվառություն, որը հետ շել իմ սրտով չի։ Ամեն դեպքում ուժ միտք եւ աստվածային զորություն, որ մեր բոլոր հայրենակիցները փայլեն մտքով ու հոգով ու փորձեն վատություն չանել մյուսին։ Եթե ասելու, խրատելու պահել կա, շատ գեղեցիկ անեն, որ մարդ իրեն լավ զգա ու ուղղվի, ոչ թե չարանա։ Տեսեք, երբ որ հասնում ենք այս հատվածը, թվում է, թե էլ չի կարող կանաչ լինել դաշտերը կամ կյանքը այստեղ արդեն հայ-հայ եթե վերջանում է, բայց ասեմ ձեզ ընկերներ, որ սրանից հետո դեռ ունենք գյուղեր, բնակավայրեր եւ հայոց հզոր մարդիկ, գյուղացիներ, ովքեր պահում են կյանքի ռիթմը այստեղ, բնության մեջ ձուլվել են եւ ներդաշնակություն են ապրում ու քարոզում։ Նրանց հենց սկսվածքը միայն ներդաշնակության վառօրինակ է եւ կենթանի ապացույց, որ հնարավոր է բնության հետ ապրել ու լավ լինել։ Տեսեք, 0-1-ն է գալիս, 0 ջորին։ Ահա, հասանք Մարտիրոսի բազմաչարչար ճանապարհը։ Եվ սա մի հատ լավ տեխնիկա կա, ավգոն անենք, շարունակենք մեր նկարելը։ Ահա ընկերներ, բազմաչարչար ասֆալտն է մեր եթերում, Մարտիրոսյան։ Լրիվ Մարտիրոս է այս ասֆալտը, գիտես, չէ։ Ինքը Մարտիրոս վեհանձնունին է, վեհա, ինչ են ասում են, հետեկած, զոհված, հետեկածը, որն է, համբարձված, չէ, մի խոսքով գնացած, ետեկած ու հույսը չկորցրած ասվալտն է Մարտիրոսի, Վարդան, այդ ասվալտը գովում է, մեծ չես նկարում, տեսեք ինչ գեղեցիկ խաղեր են, Աչից դաշտերը, բարեկամներ, կներեք, որ կադրը մի քիչ այս կողմ այն կողմ է լինում, ուղղակի մեզնից կախված չի, սա ասֆալտն է թելադրում։ Ենթարկվում ենք։ Ահա, բարձրանում ենք, բարձունքներ են գրավում Մարտիրոսյան եւ երևում է կանաչը, ձախից երևում է ամպերի հրաշք շարանը Վայոց Ձորյան։ Տեսեք ինչ գեղեցիկ ուռենիներ են մեզ դիմավորում հենց սկզբից։ Վարդան, տարօրինակ բաներ անում այս մեքենան, ջուրը այսքան չէր բարձանում, կաղա տաք է այսքանի օրը դրա համար է այդպես բարձրանում ու միշնում, չէ, խնդիր ունենք իրականում, իրապես իրականորեն խնդիր կա մեքենայի շարժիչամասի կողմերը, ասում են, թե մոտորը ցավում է ավտոյի, պետքա փոխես, իսկ փոխելը մեզ համար մի քիչ մի 3-4 հազար $-ի մոտ ինգոմար է, մի հատ Opel վերցես դնես կապոտի տակ, Այդ թե ինչի համար էին ասում, գործ չունես Porsche-ի հետ։ Ահա, Մարտիրոս գյուղը, բարեկամներ, բացվեց հրաշք համայնապատկերը, որը մեզ ուղեկցում է ուղիղ Հոբելյարի օջախ։ Մեր տիկին Գոհարը շատ է ուրախանալու։ Չի սպասի, Վարդան, վերջի անգամ 2 տարի առաջ եմ եկել կամ 3։ Դու եկել ես իմ հետ, չես եկել։ Այսինքն ես Կամոյի հետ եմ եկել։ 3 տարի առաջ եմ եկել վերջի անգամ ու այսօր են գալի, բարեկամ։ Միթե գովաբանական չէ այս պահը։ Ես տանտեղն եմ հիշում, նույնմա գնանք հասնենք այնտե, որ ցույց տամ։ Հենց մեր առջևում է, որ կառուցում են Մարտիրոսի միջնակարգ դպրոցը, որը գովելի է եւ հրաշք կարելի է համարել, որ գյուղը մնաց կանգուն, անցնելով բազում փորձությունների միջով մնաց կանգուն, հիմա էլ դպրոց են ունենալու եւ այստեղի բալիկները լավ կրթվեն ու առաջ գնան, իրենց գյուղը շենացնեն։ Բա, բարեկամներ, հենց այսպես է, դժվարությունը հաղթարելուց հետո գալիս է արդեն վայելելու պահը։ Կամազ է գալիս հետադարձով, մի հատ սիգնալ տանք, ասենք բարև բարեկամ ու գնանք առաջ, տեսեք աչից կլինի դպրոց շուտով, հենց ես տեսանյութը կտեսնեք մի 2 տարի հետո կասեք արա ասում էր, մի բան գիտեր, հենց սա տենց եմ, որ ասում եմ ուշադիր եղեք, այնտեղ ես էլ հին դպրոցն է, տեսեք ինչ գեղեցիկ է, Սիրուն ու ջուր, Քիփլիկ դպրոցը, ով սովորել է Մարտիրոսի դպրոցում, թող գրի մեկնաբանություններում, ով էլ կուզենար սովորեր, էլի թող գրի մեկնաբանություն, ով չի ուզում դպրոց էսանեյան, մեկա թող գրի մեկնաբանություն, մենք էլ կկարդանք, մեզ լավ կզգանք, են լավ բարի մարդիկ թող գրեն, էլի, թե չէ չարերը ավելի շատ են գրում, ներվայնացնում են, արա մարդուն ներվեր են ուտում սրանք, ես ինչ առիթ է, հավաքվել են, դպրոցից տուն են գնում, բարի օր ձեզ, ախպեր, բայց ոնց որ գյուղը պրծա, բայց իմ մտածած տեղը չհասանք,
Այ քեզ անակնկալ, տես ասֆալտ են անում են լճաշատ փողոցն է, որ շատ լիճ կար։ Լճառատն է։ Դե հելնում ենք արդեն սերս։ Մտնենք, բավարոտ անենք ու հետ գնանք։ Ես բաց եմ թողել օջախը, որտեղ որ պետք է լինենք եւ փոշին էլ իր հերթին եկավ ու նստեց մեքենայի վրա։ Ֆու փոշի։ Բայց ես իմ պատկերացմամբ հասել եմ այդ աղբեր աշկից ես հավաքվել են ծնունդ են անում, գիտես, այս կողմերն էր հենց, այստեղ էր։ Կայ մտ պոպոկի ծարկար սս ճամփեն իջնում էր։ Իրանց բակ չէին կողմից գալուց ես իջնում էր։ Ես չեմ կարող գտնեմ այդ տարածքը։ Լավ, զոր շունի կա։ Լնդե։ Всё, էսե անցանք։ Հիմա միասին գնում ենք հասնենք ձեր ասած տեղը։ Իմ մարը ոնց ասեք այդպես քշեմ, լիշ ծիրուն բարդիները, ես էս չէի նկատել։ Լավ, երկու անգամ իջանք ելանք, թե չէ вообще չէի էլ նկատելու խայտարակը լեինք։ Դպրոցը նա։ Օպա, ախ ես գիտեմ, իմ հիշելով գիտեմ ուր պետք է գնայի, դրա համար այդտենց ինձնից դավորնի վստահ ասի այդ համ էլի։ Հա։ Այն որ ճանապարհի հիմա սարքում ենք աղա, այդ թաղ պետք է մտնենք, կատոկնա քաշեք այն է։ Այդ փողոցն է հենց։ Բան դե ուրիշ տեղ կա մտնելու, թե մենակ ընդից ենք մուտք անում։ Ունակ ստից հենց առաջ երկրորդ տունն է, շատ հեռու չի, ասես ձախով մտի։ Դե լավ, սես կան ես էլ կայնեմ ստե վրոց ես շինարարության պետն եմ, եկել եմ այդպես Porsche-ով կայնել եմ, էլի։ Ստուգում եմ ոնց են անում։ Փակել են դեռ, հա։ Հա, փակել եմ, բայց մենք ոչինչ, մենք երբեք ու երբևիցե չենք մեղանչել, մարտնչել, ինչ է դրա անունը, դրանից։ Հա։ Համայի անունը Տիկին Գոհար, աղբեր քո անունն ասա, ցավը տանեմ։ Անդո եւ Լիաննայի եւ 4 թորնիկ, աղբեր 4 երեխա ունեք։ Մալադեց, հենցնից ավել ունեք։ Ես այս էլ կունենամ, կայնեք։ Հանկարծ հենց չալի 5-ը ունենակ, ես չհասցնեմ հավասարվեմ, հա։ Դե գնացինք մենք, գնանք կապի մեջ, դուք ուզում եք զանգեք տուն։ Լավ։ Բարեկամներ, Մարտիրոսում փակ է ճանապարհը մեր հոբելյարի տան, դրա համար մենք կգնանք փակ ճանապարհով, մեզ համար փակ դռներ չկան, հսկա վիթխարի կատոկն է, որը կատոկել վերջացրել կանգնել է։ Հələ ստուգենք կատոկի որակը, շատ լավ է։ Լավ կատնատա արի աղբեր։ Գնանք այսօրվա մեր վստահ քայլերը մեզ հասցնելու են հոկտեմբերյան։ Երկրորդ տունը, մեր Վանուշի ավտոյից չի, Ալտիմա չի։ Արա, փակել եմ ճամփեն ձաձե հեսա։ Բանկան կգա որ հելնի։ Փակել եմ, չէ՞։ Հազար բարին ձեզ։ Բարի ախորժակ։ Տեսի։ Տեսա մը ռեմեններ գցած ընդ է։ Ավտոնն ըցებ կայացրե ոնց որ չես կարող անցնես, կաղա։ Մեր 2 րոպե փակած է։ Լենտեն գցե փակել են։ Վախեցա, ասիմ կաղալ են ինձ ծեծեն։ Թալ են ոտի տակ։ Հատաղ, Տիկին Գոհարես տուն եմ գնում։ Այդ հա մտնեմ եմ այդ հա իրար հետ, հա։ Okay։ Հա, մեր 4-5 րոպե։ Ահա, հարցերը ընկավ տեղը։ Աչի, առաջի տունը, հետո հենա, մեզ դիմավորում են։ Արի։ Շնորհավոր ձեր նոր ճանապարհը։ Էլ փոսեր չկան։ Էլ ջրափոսեր չունեք։ Էլ չունեք, всё, մաքուր տեղ ալնելու երեխեքը կելն ենք խաղան։ Բարև, պապի ջան, ոնց ես։ Պապին, բարև ձեզ։ Այս տուն, այստես գնում։ Աղբորդ անունի չէր։ Անդո։ Պապի։ Ես ինչ սիրուն ես նստե։ 1000 բաղին, ոնց ես։ Սա լավ է, այսօր հարևան ծնունդն է, գիտես։ Չի։ Բա։ Ես իմացամ։ Հա։ Քո կողմից շնորհավոր եմ։ Հա, լավ։ Այսօր տոն է, որին մենք մասնակից դարձանք, բարև ձեզ բարի ախորժակ։ Ծոպեր տվեք դե։ Ուրա մեր Տիկին Գոհարը, դուք եք։ Թե հնալին է լույս Սիկ ժպիտ ունեք, շնորհավոր ձեր ծննդյան օրը, դուք ունեք սիրուն անակնկալ ծափերը, բայց մտածելով եք տալ, էլի։ Ոնց որ մտածում եք։ Դե մատ ուրեմն ես տվեք, որ տերամ չեք մտածում։ Շնորհավոր լինի այսօր ձեր օրն ու բոլորը ուրախ են ձեզ, շատ-շատ սիրում են։ Սիրում եք, չէ՞։
Մայրս իր Ամուսինն եք, հա։ Հա։ Մեծ աղբերն է, ջան եմ ասել։ Տեքրը, հա, տեքրը, դե աղբերը, էլի։ Դե իմացեք, որ ձեզ շատ են սիրում ու ես եկել եմ արդեն կարդացիք, չէ՞ ինչա գրած։ Տեսեք, մամա ու 6 սիրտ կա այստեղ, որ ձեր համար բաբախում են հենց այս պահին ու ձեզ շատ են սիրում։ Ով կլինեն։ Հա։ Հա։ Լեանան, Անդոն եւ 4 գեղեցիկ թորնիկները ձեր շատ են սիրում։ Շնորհավոր։ Դե մի հատ երազանք պահեք, փչեք, հələ տենանք։ Փաթաթվիր ինձ մամ, քո գրկում ես մանում։ Տոնի, թվում է լավ կապ։ Լավ, անտիր։ Ձեզ բերել ենք նաև ծաղիկներ։ Վարդան, բանը բերել ենք, հա։ Դե դու նվիրի, էլի։ Նվիրի մի հատ գրքի շնորհավորի ձեր որդու կողմից, ձեր արսիկի կողմից։ Ինձ մանուկ զգայի, սիրեի քեզ խղճի։ Էս էլ ձեզ Որ խաղայի, ես անհոգով։ Քեզ ոստերամա, չէ, աղբեր, մի լաց։ Չենք լացում։ Եվ իհարկե մի հատ էլ նվեր, որ ամեն օր, ամեն առավոտ հայավարի որ զարթում ենք, ինչ ենք անում։ Իհարկե կոֆե ենք խմում, այս անգամ արդեն կոֆեն դուք խմելու եք ձեզ բաժակով։ Տեսեք ինչա գրած։ Բա եմ մետեղն ինչա գրած։ Մամա։ Հա, իմացեք որ այս բաժակը շպեսով եք խմում։ Ուրեմն իրանց քաղցրությունը միշտ կզգաք, այս էլ բանը տակածում է թիթիզ բաներ է։ Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն, ամեն օր է սիրուն բաժակով սերը կզգաք ձեր որդու, մինչև որ կգա։ Տենանք էլի կա գործենես դզվի գաստե Մարտիրոսում մատ մեծ գործարան բացի։ Ջան, Անուշ արեք, ձեզ լավ որ մենք գնում ենք հոկտեմբերյան, մեր շատ սիրելի հոկտեմբերյան, հա։ Դե մենք գնացինք, այս էլ այս տուփներ տամ ձեզ։ Շնորհակալ ենք որ մեզ դիմավորեցիք, թե չէ ահագինման ենք գալու։ Մեծ աղբեր դե մենք գնացինք։ Ոտներս խերով ելնի, միշտավ առիթներով գանք։ Տատիկ, դե հելանք մենք, լավ մնա։ Դուք էլ ապրեք։ Ահա, մեզ սպասում են, Վարդան։ Մենք խցանում ենք առաջացրել Մարտիրոս գյուղում։ Ինչ հետաքրքիր խճաքարեր են։ Տես անգամ բան կա, ասել լավատար կա այստեղ։ Հա, հենց մենք ենք բան արել, էլի։ Խցանում ենք առաջացրել, հեսա իրանց էլ մարդ եկած կլի։ Բայց այն գուհալը տունն է։ Հա, տունն էր։ Շնորհավորին կելանք, էլի։ Չէ, դեկոր ընտանիքներ եկել ծննդը շնորհավորելու։ Այս պահը ընկերներ շատ գեղեցիկ է։ Տեսեք ոնց եմ ճանապարհ փակել։ Հարաս ուղեղ ունենար մի չէ անկայներ այդ մարդկանց ներություն չտայր, էլի։ Լախնես լրջով են գցես, բանը փակե որ չես մտածի որ կարաս գնաս, էլի։ Ինձնից էլ չի, ես вообще այս բաներ իմ համար արգելք չի հանդիսանում, բայց այս անգամ հանդիսացավ։ Դե ինչ բարեկամներ, շունչներս կտրվելով հիմա կգնանք առաջ։ Ոնց կարա գցեց հեսա։ Իչի, Վարդանը գնում է օգնության, հենց այս պահին գնում է օգնի մեր մեծ աղբորը, որ այս պահը դզեն, էլի։ Ապրի Վարդանը, ապրի, շատ դաստիարակված կիրթ անձնավորություն է Վարդանը։ Հպարտ եմ, որ այս տեսախցիկը հենց նա է բռնում։ Այսպես սիրուն բռնի գնացինք բարեկամ։ Դարձանք երրորդ մեքենան։ Իսկ հիմա ընկերներ, մեր այս ճանապարհները կտանեն ուղիղ հոկտեմբերյան։ Գնացինք։ Հայաստան Հիմա գտնվում ենք մեր սուրբ քաղաքի ճանապարհի վրա։ Գնում ենք Էջմիածնի կողքով անցնենք, գնանք Մեծամորով անցնենք, հետո հոկտեմբերյանով անցնենք, մինչև կհասնենք Ասցե, որտեղ մեզ սպասում է Օբելյարը, Խանջան գյուղ են գնում բարեկամներ։ Ով է Խանջանից։ Լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք, լավ մեկնաբանություններ գրեք, գալիս ենք ձեր գյուղ։ Իմ մարդ, հենց հիմա, հենց այս պահին մենք ուղևորվում ենք Խանջան գյուղ։
Բարեկամներ, ես փորձեմ կապնվել մեզ այնտեղ կանչած Գևորգ աղբոր հետ։ Հայրիկի ծննդյանորն է, իսկ հայրիկը հետևում է մեզ, հետևում է մեր հաղորդումներին, դրա համար հատուկ ձև ենք նկարում, էլի մենք պետք է հատուկ ձև նկարենք այս հաղորդաշարը, որ իր սրտով է լի, մեր մեծ աղբոր սրտով է լինի, նայելուց իրան մենակը լավ զգա, ամեն անգամ նայելուց իր ծննդյանորը հիշի։ Եղբայր, Գևորգ, ես Էջմիածնի ճանապարհի վրա եմ։ Ու գալիս եմ, բարեկամ։ Պապայի անունն ինչ է։ Գրիշա, մեծ աղբեր Գրիշայի ծննդյանորն է այսօր։ Իսկ մենք գնում ենք որդու կողմից։ Այո, Գևորգի կողմից։ Գևորգ աղբոր կողմից, ինքը գիտի, որ պապան սիրում է մեր տեսանյութերը, իմ կարծիքով լավագույն նվերներից մեկն է որդին նախապատրաստել հայրիկի համար։ Իսկ մենք գնում ենք ուրախ ու հպարտ։ Դե գալիս ենք աղբեր, մտնեմ Խանջան զանգեմ։ Խանջանի մասին ինչ կարող ես ասել, ինչ ձև գյուղ է, ինչ են անում ընդ, ինչով են զբաղվում։ Հասիբով գյուղ։ Խանջանցիները Թասիբով մեկը մյուսի հետևը կայնած անուշ աղբեր վիճակ, հանկարծ մեկը չփորձի մտնի Խանջան ուզենա իրանա ասին դե։ Խանջանցիները հելան, խնջինքցինեյան։ Всё, լավ, դե գալիս ենք Խանջան, բարեկամ, լավ։ Լավ աղբերս, լավ։ Բարեկամներ, Գևորգ եղբայրը մի անգամից առանց մտածելու ասաց, որ Թասիբ ունեն, նամուս ունեն ու մեկը մյուսի թիկունքին կանգնած անուշ աղբերներ են ապրում Խանջան գյուղում։ Ինչը մեզ համար կրկնակի եռակի հաճելի է ու մենք լավ ենք զգում մեզ, որ գնում ենք Խանջան գյուղ։ Ինչ գեղեցիկ են ամպերը, դրախտային, հրաշք, Հաչի Կարենցիներ թեժացնում է կրակի իր գեղեցիկ կատարմամբ։ Քաղաքի մոտ պետք է լսենք Հաչի Բարեկամներ, տեսարանը երկնային տեսարանը դրախտ է հիշեցնում եւ շատ խորհրդանշական է, որ հենց Էջմիածին քաղաքի գլխավերևում Գանձեր սիրով մարդ մի մտածիր թե չունես դարդ անգամ երազում կամ արդուն աչքով չես ապրելու հանգիստ կյանքով երկու ոսկով մատնեցիր Հիսուսին Տերն է թողել աշխարհը քո ուսին ժամն է արդեն ապաշխար իր ասում ներքերիդ համար զոհեց որդուն երկու ոսկով մատնեցիր Հիսուսին Տերն է թողել աշխարհը քո ուսին ժամն է արդեն ապաշխար իր ասում ներքերիդ համար զոհեց որդուն Մասիսն է, ձախից բարեկամներ, տեսեք ինչ գեղեցիկ է, երկու մեծ ու փոքր մասիսները, դիմացից, որ ճանապարհը մեզ տանում է մեծամոր, երկինքը զարդարվել է, հրաշք մայրամուտ, գեղեցիկ տեսարան, եւ մենք կարծես գնանք ու մխրճվենք այս տեսարանի մեջ, եւ մեզ նա դուր է գալիս, գնանք հասնենք մեր պապերին, այս գեղեցիկ տեսարաններով ագեցած աշխարհը մերն է ու շնորհակալ ենք Աստծուց, որ նման լավ երկիր է տվել մեզ։ Մեծամորի մեծ հրաշքն է, ընկերներ, տեսեք, Մեծամոր քաղաքը գեղեցիկ մայրամուտի ֆոնի եւ գեղեցիկ տեսարանով լեռների, որոնք Արևմտյան Հայաստանում են։ Այս լեռները, որը որ տեսնում եք, բոլորն էլ Արևմտյան Հայաստանում են եւ սպասում են մեզ, որ մենք ուժեղանանք, հզորանանք, Հայաստանը պահել սովորենք ու գնանք այդ պահելու։ Բան չի մնա։
Ձեզ հարազատներս, մենք հիմա գտնվում ենք հոկտեմբերյան, նույն ինքը Արմավիր քաղաքում եւ այստեղ ամեն ինչ դյութական է, գեղեցիկ մայրամուտ, գեղեցիկ ճանապարհ եւ քաղաքը փայլում է, լույսերը վառել են եւ հրաշք իրավիճակ է ստեղծվել։ Հələ տեսեք ինչ սիրուն է մեր հոկտեմբերյանը, մեր Արմավիրը։ Հրաշք մի քաղաք, որը բավականաչափ մեծ է։ Եվ ինչ որ բան ինձ հուշում է, որ հետ գալուց այդտեղ պետք է կանգնենք ու հոկտեմբերյանի այդ ուտելիք փորձենք։ Հմ Վարդան, ինչ կարծիք ես։ Քանի որ մենք ամբողջ օրը ընկել ենք գործով, մոռացել ենք մի կտոր բան ուտենք, հետևաբար պետք է սնվելու հարց լուծենք։ Ալո Հայկուի լսում եմ։ Դե լավ, կապի մեջ Հայկուի, շնորհակալ եմ զանգի համար։ Այդպես միշտ ուշադիր եմ ուսնում, հաջողություն։ Այո, մենք իրար շատ ենք սիրում ընկերներ, այդ սերը բառերով բացատրելը մի քիչ բարդ կլինի, դրա համար ես կլռեմ։ Լռությունը համաձայնության նշան է, բայց թե ինչին ես համաձայն, դա արի էլ չասեմ։ Ես եկել է իր հարազատ կողմեր մեր ավտոն, մռնչում է բաներ անում, եկել եմ էլ ինչ կա, ոնց եկեն ավտոների հետ խոսեմ տողի։ Մահը կարոտել է եկին ձենել ոչ մեկ անտեղ չի դնում, ասում է լավ, ես կգնամ էլի իմ Եղեգնաձոր, ես Եղեգնաձորցի եմ արդեն։ Բա։ Պրոտկի ժամ չէ եթանք, են էլ պրոտկի վաղտ է շարքել, էլ սիրուն խանութ հատ, լուսամպոպներ, լուստրաների խանութ հատ, ոտ գեղեցիկ, թե ուզում եք ճաշակով լուսամպոպ, ապա սա ձեր խանութն է։ Ձախից մեր արցախյան պատերազմի հերոսներն են և մինչև հիմա ու միշտ կանգնած կհսկեն մեր անդորը, մեր մեծ անուշախտերները։ Հարդ մեր հերոսներին, մեր բոլոր այն հայոց զավակներին, ովքեր ես կյանքը չեն խնայել, որ մենք լավ օր ունենանք։ Ու մենք պարտավոր ենք լավ օր ունենանք, ստեղծենք ու ունենանք ու ապրենք նրանց ուզած երկրում, որի համար որ չեն խնայել իրենց կյանքը։ Ամեն անգամ այս նկարներին նայելիս հենց նման մտքեր պետք է լինեն մեր գլխում ու գնանք առաջ։ Պատկերացնում եք կյանքը ինչքան թանկ է մեզ համար, ամեն մեկիս կյանքը, բայց մենք շատ զգուշ ենք, հանկարծ չհիվանդանանք, հանկարծ չընկնենք, մի բան վնասենք, հանկարծ սոված չմնանք։ Հարցեր են, չէ՞, բայց մարդիկ մի անգամից խաչ են քաշել իրենց կյանքի վրա ու գնացել հավերժության մեջ, որ մենք ապրենք ու արժանի ապրենք։ Եթե ձևը չգիտեք, դա լավ չի, բայց ես վստահ եմ, որ մեծ մասը գիտի ու ապրում է արժանապատիվ, որ հանկարծ մեր տղերքի արածը չդառնա հեչ։ Հասիբ ենք ընկել, էլի։ Մենք քիչ-քիչ հասնում ենք Խանջյան գյուղ։ Խանջյան փողոցը Երևանի շատ հայտնի է, իմացեք, որ Խանջյան գյուղ էլ կա, ու այդ գյուղում թասիբով անուշ աղբերներ ու քույրիկներ են ապրում, իսկ մենք մեծ հպարտությամբ գնանք մինչ կանցնենք Խանջյան, մութը խառն է, այլ մթրշաղ է, խաղողի սեզոնն է, խաղող են հավաքում, լավ սոխտի խաղողը լեր ուտեինք նոր Արմավիրի դաշտերում աճած։ Այսքանը Արմավիրից, միշտ կհասնենք Խանջյան։ Գնացքի գծի վրայով անցնելիս միանգամից աչից երևում է Լուկաշին գյուղը։ Լուկաշին գյուղ գնացել ենք, բայց այդտեղի տեսանյութը չենք տեղադրել էջ, դրա համար բան չունեմ ասելու մեր էջում երբ կգտնեք որտեղ, բայց այս պայն մենք գնում ենք Խանջյան ու առաջին անգամ ենք գնում Խանջյան, ինչի առիթով շնորհավորում եմ մեզ, իսկ ձեզ խնդրում եմ, որ բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, որ հասնենք 100,000 բաժանորդի։ Տեսեք, աչից գնացքի գծերն են եւ հենց աջ կողմում ենք գնում Խանջյան գյուղը։ Գնանք Խանջյանում պտույտներ տանք, այնտեղ էլ ունենք անուշ աղբերներ հավերժության մեջ, պատերազմի մասնակից եւ անկյուն կունենան, այդ անկյունը կգտնենք, հետո կգնանք մեծ աղբեր գրիշի մոտ, կասենք ծնդը շնորհավոր մեծ աղբեր, առողջ չնես, լավ լնես, ընտանիքիդ գլխից անպակաս քեզ շատ են սիրում։ Սեր կա Վարդան, եթե մեզ կանչել են, ուրեմն հաստատ այդքան սեր ու հարգանք ունի, որ ուզում են ուրախանա, էլի, պատկերացնում ես, ինքը ընդհանրապես չի սպասում, որ կարող է մեկ էլ գան անակնկալիստները եւ անակնկալ անեն։ Օրը ես ինչ տեխնիկա է, ախպեր, ես ինչա։ Տրակտոր է։
տրակտոր էր, ընկերներ, բավականին անլույս տրակտոր էր, վտանգավոր։ Առօրյան է, Արմավիրի դաշտավայրերի առօրյան։ Անուշ աղբերը իր համար խաղել է, խաղողաբանը, լցել է լավ հետը այդ մտուն ու խաժամուժի մեջ է, բայց լույս չունի, ինես որ անուշ աղբեր Վալբերիսով էժանա, զակաց դու թոգա։ Ինչա որ, ձեր, հա, Վարդանը ձերքի է նմանացնում, հա, իսկապես օրով, ոնց որ մեկնի ասի բարև, չէ, այս ցույց տու։ Այս տեսարանն է հիմա երկնքում, բարեկամներ, տեսնում եք, ամպերը ձերք են նշմարել, բայց ոնց որ Տերմինատորի ձեռել է, էլի, չէ, ու արդեն մենք մոտ ենք, որ աչանենք, մտնենք Խանեջյան։ Ես իմ հետևից եկող մեքենային թարթիչով զգուշացրեցի, որ մտնում եմ Խանջան։ Թարթիչս հիմա գրում է Խանջան, ամեն թարթելուց էլի, որ հետևից եկող անուշ աղբերը իմանա, որ մենք եկանք Խանջան, սիրունա տես, առաջի տուննա, թե ինչա, տուննա ենի, չէ, են տուննա, զոր տեղա Խանջանը, նայի, ոտքներս խերով լինի, միշտ լավ ու բարի գործերով գանք Խանջան, իսկ մենք հաստատ երբեք կանք էտ էլ լինելու է, ուրիշ ձև չի կարա լինի, մի քիչ թրվռած մեքենան, բայց ոչինչ։ Օտարության մեջ անցավ, գիշերս աչքով արթուն։ Գեղեցիկ մուտք է, մի անգամից բերանը ջուր է լսվում, այնքան լավ մրգեր են նկարած Խանջանի մուտքի մոտ, այտենց յուղը առաջ անգամ են գալ, չէ՞ որ մրգերով է դիմավորում։ Ոյ զավոդ է աշկիս նայի։ Խանջանի գինու կոնյակի գործ անտես բան կա, ճիշտ եմ հիշում։ Խանջան։ Բայց դե գրած չէ, ինչ զավոդ էր։ Բարեկամներ, խնդրում եմ օգնեք մեզ իմանանք, այս ինչ լավ գեղեցիկ շինություն է եւ ինչ է արտադրում, տես ինչ սիրուն լքված շինություն է։ Ինչի չեն սարքում, էս էլ ինչ սիրուն է։ Այս Խանջան մտնելուց պետք չի որ էս Երևա, պետքա որ լուրջ բաներ Երևան էլի շենքեր, ոնց որ հենց առաջիններ։ Խանջան գյուղն է բարեկամներ, մենք էլ առաջին անգամ եկել ենք, գնանք, ձուլվենք խանջանցիների առօրյային, ես ոգևորվեցի ու ոտքես դրեցի գազի սեղմակին, լավ եմ չէ խոսում գրական, գազի սեղմակ, պեդալ էլ աղբել, պեդալը սեղմակն է, ոտնակ, պեդալ, բա պեդալը ոնց ալնում, ռուսերն, ոտնակ, ասենք Pedal ախպեր, ոնց ոտը որտեղ է, ոտը նոգն է, պտիլի նոգակ, որ սեղմակի, նայ, պետից էլի, վելիսապեդ չէ ախպեր, հեց անի, հեց ուրեմ, լավ մի խոսքով չեմ ուզում ուղեր, հեցնակ, ինչ հեցնակ այ ախպեր, չէ, հեցնակ, հա ճիշտ է, հեցաձող, Գազի հեցաձող ալում աղբերս, տես չի, հեցում ես ձողի վրա։ Բայց հիմա էլեկտրոնի հեցաձողեր կան, որ էտ էլ չի բռնում, այսինքն ստասվում է էլեկտրասեղմակ։ Գազի էլեկտրասեղմակը։ Հրեցի գազի էլեկտրասեղմակը, կամ սեղմեցի գազի էլեկտրասեղմակը և հասանք Խանջան։ Պարկած հնթի մի բան։ Պերես, յուղի որ մտնում ես, այիշ գործարանա որ մտնում ես յուղ։ Բանա, չրանոցա։ Չրանոց, չրեր եք արտադրում ծիրանի, դեղցի ու սալորի։ Հա, հզորա, բայց արտադրանքը ստեղա մնում, թե հանում եք արտերկրի շուկաները։ Ես դու ես գալի հիմա, աղբեր։ Չէ, ես մտնում եմ, արդեն մտավ։ Հա, դե ես թե քարշամաչկային եմ ուրեմ։ Ես օրորալով, շորորալով գնում եմ։ Լավ բարեկամ ես, ու խաչի կարենցու ելքն եմ դնում, որ շորորալով գնամ, ահա, լավ։ Խանջան յուղն է բարեկամներ։ Գրիշ մեծ աղբերը չգիտի, որ մենք եկել ենք, ես Վարդանը խաչի կարենցին իր երկով։ Սրանք դեզիկ են, դեզ չեն։ Դեսի լաֆետները, որոնցով խոտը բերվել ու իջեցվել է, խոտի նավեսը, նավես ոնց է այլ են։ Ամբարտակը, ծածկա, խոտածածկա պահեստը,
լվա ինքդ մոյկան։ Ավտոլվացման կետը, Խանջյանի։ Օ, եկա մեր անուշ աղբերը։ Նայեք, 0 վերջով է նա, 0 վերջ, որը չունի վերջ, 0 վերջը վերջ չունի, որովհետև արգանքներս, բարեկամ Գևորգ ջան, ուր ենք եթում աղբերս։ Գնում ենք տուն։ Մեր Վարդանն է, տունը որտեղ է աղբեր, լավ ես ասում։ Եթում ենք սեր։ Խանջանով գնում ենք ուր։ Մեր տուն։ Խանջան։ Մշեցյանների օջախ։ Ինչ։ Մշեցյանների օջախ։ Մշո դաշտերից եք եկե։ Մշեցյանների օջախ են գնում մշո։ Նկար ունեմ մեջը, պաստավկոր։ Կամ քեզ։ Ուժեղ, հա, չեն դե տեղում արդեն սա կանեն։ Բայց դուրս է չի, չէ, ուժեղ вообще։ Մենք միանգամից տուն։ Всё, միանգամից տուն են գնում, անուշ աղբեր։ Գևորգ աղբերը իր 0 վերջով, որը չունի վերջ, շարունակում է պայքարել ճանապարհի վրա ու մնում է ճանապարհի վրա, ինչն է շատ լավ։ Ուղղակի Շամշյանը հանկարծ չտեսնի ասի, 1000 ասինք սովետական մետաղի ջարդոններից հրաժարվեք, բարեկամներ, որովհետև ձեր կյանքը վտանգի տակ է։ Հա, լսել ես որ հորդորել է ինքը միշտ հորդորում է։ Ու ես հիմա խմում եմ մեր հովանավորի սուրճը Խանջյանի ճանապարհին։ Եվ այս սուրճը, ասեմ ձեզ ընկերներ, որ բեսամտ օգնում է, որ տրամադրությունը բարձր լինի միշտ։ Ինքը ցույց եմ տալի։ Հովանավորի սուրճը, հա, հովանավորյան սուրճը ամենալավն է, այնպես որ գնեք մեր հովանավորի սուրճից, բայց քանի որ չունենք, չեմ ասում, որ ֆիրման է, էլի։ Հա, բայց կոֆե ռեկլամ անենք աղբեր, ուրիշ բան չկար։ Կարանք կոնյակը ռեկլամ անենք աղբեր։ Կարանք աղբեր, ամեն ինչ կարանք ռեկլամ անենք, թող մենակ ուզեն, ուզվորը լինեն աղբերս։ Ասեն մենք ուզում ենք լինել քո հովանավորը։ Ես կասեմ իմ ոտանավորը հովանավորի մասին ամեն օր։ Հոպա, գնացինք։ Օ, կամաց հանկարծ մեր գրիշմեծ աղբերը չլսի, որ մենք եկել ենք։ Ստե խոզաբուծությամբ են զբաղվում, նայ հոտը գալիս է խոզի։ Չէ, դու էլ առաջ, չէ։ Դե որ գյուղի տաղա էսա տենց այլ աղբեր, որ գյուղի տաղա չլես ոնց կիմանաս որ խոզ են պահում։ Օ, լուսերն անջատում։ Բայց որ ձենը չեմ կարող անջատեմ մատուրի այդ է բատը։ Շարժը չի ձայնը չի լնում անջատել։ Գեղեցիկ, մեզ համար հանգիստ գնում ենք բարեկամներ։ Խանջյանի ոլորապտույտ փողոցներն են, փոսաշատ, պատկերացնում եմ անձրևնիստել լճեր կլինեն, ձուկ կարելի է պահել, ձկի բիզնես կարելի անել այս թաղում։ Տես։ Հա։ Հա։ Ահա գալիս է մի մեքենա, որը երևի կզիջի մեզ։ Ենթարկեց զիջանքի, շատ շնորհակալ եմ, բարեկամ, ապրես, ալալա, C մագնիշի, Mercedes C մագնիշի մեքենայի վարորդը հավեսին անուշ աղբեր, երիտասարդ անուշ աղբեր էր, քաշեց, զիջեց, տենց են աղբեր, Mercedes քշողները կյանքը զգում են, դրա համար հարգանք եմ տածում այդ մարդկանց հանդեպ։ Գևորգը մեզ բերում հասցնում է իր օջախ, որտեղ հայրիկի ծննդյանորն են նշում, հավաքվել են բոլորը և գեղեցիկ նշում են, իսկ մենք գեղեցիկ եկանք։ Արա սիրուն գյուղ է բայց Խանջյանը, տեն մեզ սիրուն կոկիկ տները մեկը մյուսի նման համարյա տուֆից, տուֆը դե մոտիկ աստե, կարան 06-ով էլ տուֆը կրեն բերեն էլի։ Փողոցները լայն արցակ, ասվալտապա, տես տեղ ասվալտա արդեն ջոգում ես։ Հասանք աշկիս գիտես, ուր է 06։ Մեր պապերը օջախ հիմնեցին, Խանջան կոչեցին։ Մոշո դաշտերից եկած մեր հայրենակիցներն են եկել ու ստեղծել Խանջան գյուղը։ Իսկ մենք Խանջան գյուղում հիմա անակնկալ կանենք։ Աղբերս, ձեր տուն ենք եկե, մեռնեմ քո սրտին, ստե կային եմ խանգարում եմ ինչ-որ մեկին։ Բարեկամներ, հասանք Խանջան և այստեղ մեզ չեն սպասում։ Տնից հեչ ոչ մեկ դուրս չեկե ու չգիտի, որ մենք ստեղ ենք։ Կարևոր հոբելյարը չգիտի։ Ստիս մենք ձախ ենք անում, հա։ Մենք ձախ ենք անում, հա։ Ձախ ենք անում։ Բարեցես։ Տնա մեջ։ Մի րոպե մինչև վերջ պետք է, հա։ Չէ, չգնա, աղբեր, լեկան ջոգեն որն են նստած։ Ահա, լավ, իմացա, վсё։
Պարզա պրոյեկտը, հա, գնացինք։ Բարև ձեզ սուսուփուս ծննդանող հարգելի բարեկամներ, մա ծափեր տվեք, ծափեր ենք տալիս բարձր։ Մեզ դուք ծափ չեք տալի, ծափեր տվեք։ Ուրա մեր մեծ աղբեր գրիշը, ով է նա, ասին սպիտակ շորով ես, դու ես ուրեն։ Հաստատ դու ես, ծնունդը չտնորավոր։ Այս աշխարհում շատ Նայի, ծնունդը չտնորավոր մեծ աղբեր։ Մեծ հարց տամ, ընչի ընգերները ծափ չտվին։ Ընգերները ծափ չտվին, ընգերուիները մենակ տվին, ընգերները մատ պարան նայ թու ազդվեն ծափ տան։ Չա, տխուր եք էդ պահով։ Դա ուղղակի թիվ է, որովհետև մարդը հոգով պետք է ջայել լինի, հաստատ ջայել ես, չէ՞։ Հարց ես։ Սա ձևերով է։ Այդ բաները հարց չեն տալիս։ Հա, սա, ես էդի զգում եմ, բայց ասի խոսցնեմ էլի, որ ցես չկայլենք իրար նայենք պրոստը էլի, թե չես ես կլինի, նայսն։ Եվ ասեմ հարցը սկիլս քանդեմ երբ։ Ագա, այդ չի խանդելու։ Ամեն ինչ մտածել ենք։ Պատերաստես փաչելու։ Ուր է մեր տիկին Անահիտը, հա։ Ուր է նա։ Եթե անհարմար տեղում եք, եկեք։ Կամաց ազատվեք, եկեք, որովհետև դուք ունեք սիրուն նվեր։ Դու էլ ունես։ Քո ծնունդն դու ավելի շատ ունես։ Փողա թե։ Փող, չէ, փողը, հեսա փողը։ Փողա։ Դե մի արի պատկերացնենք իսկականը։ Փող, դե լավ, ես գնամ։ Դե կարևորը գիտես ինչն է, փողից էլ շատ գանձեր ունես, ու այդ գանձերը քեզ շատ են սիրում։ Բայց մի գանձ ունես, ու որ ամեն ինչ շատ ես բան ասում, սկի պալիրովկա չես անում։ Դրանները։ Կամ էլ շատ ես պալիրովկա անում, սիրուց։ Այրա կողմից է այս անակնկալը, մեր Գևորի ընտանիքի կողմից շատ ուրախ ու հպարտ են, որ կնման պապա ունեն, ու ձեր նման մայրիկ տիկին Անահիտ։ Եկեք կանգնեք կողքը։ Թե չէ հիմա Հավեսյանն էլ ունձի պաչել ես, դոնե մեր արանքը մեկ էլի։ Դե մեծ երազանք պայիպ չի, թող կատարվեն քո բոլոր երազանքները։ Ծափերը շատ գեղեցիկ պահ է, քաղցրությունը հասավ հայրիկին։ Մնաս մի հատ, գիտես ինչ անենք, թող մի հատ գևը գա պաչի քեզ, էլի։ Արի աղբեր, բարի շացրել եմ, արի մի հատ պապային պաչի։ Էդի մի տար հետը, ալավ թեկուս գնա։ Երկս հասնի մեր պանդուղթ հայրերին Չեք տալի, հայրական և որդիական հավասկի որ իրա հոր ծելիքնա, մերրում ճանի Լեսի, մանց խաբար, սաղ գիտի, լեսի, հիմա երկուատ նվեր ունենք, բայց մինչև անցնենք ես մի նվերին քարակուսի, ես ուզում եմ ես սիրուն ծաղիքները Նվերը ես քո կյանքի կեսին, ու մի հատ կյանք պաչիկ անես Ծափերն էլ լավ կտան Հարի րոպե անոց Սևաչերով վարժոկիտով վանուշիկի միա Ռոպեն հետո Է դավայ, գրոհի Իմ սիրով արտը կյանքիս Կեզեմ երկում ես կարոտով ու կերկեմ հազար գարուն կեզեմ երազում դույն Ընտանիքի սերը մի ուրիշ ձևի արտահայտվում է, շատ գեղեցիկ է ամեն ինչ ու գեղեցիկ պահին, գեղեցիկ նվերն է վրա հասնում ու տալիս եմ սա ձեզ երկուսիդ այս նվերը իրականում, բայց կարող է էլի մարդկանց պատկանի, բայց հիմնական ձեր երկուսի համար է, ձեզ շնորհակալ են ձեր երեխաները, թոռները, ծոր ունեք։ Խաչես վրազը։ Ծոր ունեք։ Ծոր չունեք։ Մեծ թոռ ուրա, ով է մեծ թոռը։ Անահիտ, դե բան չմնաս, մի 3-4 տարի։ Խաչես վրազը, Ստեփան ջան։ Ինչ հարցեր ես տալի, հələ բաց նենենք ինչ հա։ Էսի բացվի։ Հա, կբացվի։ Հələ նա ինչքան շատ է սիրում կնոջը, տեսեք։ Գիտեմ ինձ ասել են սա, հələ նայ առաջինը կնոջ կողմը բացեց, էլի։ Սերը շատ է, էլի։ Օգնեք թող Իսկ սիրուն տղա ու աղջիկ են է Երկս նազելիս Քեզ եմ երկում ես կարոտով ու կերկեմ Այդ ընկերներից ես ցույց տալի, նորմալ ծափ չեն տալի, ինձ են ծափ տալի, այն դե պահի, էլի սիրուն են։ Ես որտեղ եք կախելու։
Որտեղ ես կախելու ես նկարը։ Սպալնի թեստը։ Գլխի վերևը, սպալնի ես տանելու, հա։ Դե միշտ իրար սիրեք ու այսպես ժպիտները տան պակաս լինի ու մի հատ էլ նվեր տամ։ Էսի ուրեմն տալիս ենք լսեք կան որ ծորնիկ չունեք, ծորնիկի ծնվելուց եք բացելու ես։ Okay։ Դավա մերրբ ջան։ Երկու հատ բերեք կարեմ մեծ ունենալ, մերրբ ջան։ Չէ, բան է, ճիշտ ասած որ տուն չգայինք պետք է կինել բերենք ես, բայց չէ լավ էլի, ասել եմ ավտոյից չիշնի, հա։ Դե ինչ, բան արեք, նստեք հələ խմեք, հələ նստեք։ Հա դուր, դե տվեք, դե մենք գնացինք, դուք լավ մնացեք, հա։ Ապեր անգի գիտեմ, Ապեր էստեղ։ Ով է բանան առաջին կսակվելու, տալիս եմ իրան որ պայից օրից անվելուն բացեն, հա։ Ինքը, վերցրու։ Այսինքն լավ կա պայից, որ ամուսնանաս, ծնվի, բան անեք, էլի, խմեք։ Թորնիկ մնիշտով ունենա, կարող է Թորնիկ, թորնիկ, դե լավ, թորնիկի, ախպեր քանիսն ունես։ Երորդը, մալադես, ապրես։ Տղայա աղջիկա։ Դեղա մի աղջիկ ունեմ, մի հատ աղջիկ։ Էլի աղջիկա ծնվում։ Դե ձեզ բարձր տրամադրություն մենք գնացինք, դուք մնացեք քեֆ արեք։ Հա, լավ։ Մենք գնացինք։ Հաջողություն։ Ախպեր, են մեկը դուրը չեկել ես ուզում, հաստատել տես մի բան այլ է։ Նկարեմ գոշի։ Դուս այսպես կային ավտոյի մոտ նկարվենք ախպեր, հիշողություն է, հետո որ բան առնեմ ախպեր, Range Rover վերջի սպորտ։ Ախպեր կհելնեմ մի հան, կհելնեմ ախպերս, հեսա տեսի շխաղեր եմ տալ ինդից հելնեմ, մի քիչ քեր եմ մերեմ ավտոները սաղ։ Դավայ ախպերս, ես շնորհակալ եմ, լավ ելնեք, առողջ ելնեք։ Մենք հելանք ախպեր։ Բարի ճանապարհ, Աստված։ Բոլորիս լավ ելնենք ախպերս։ Լավ բան է։ Գերջան դա ասի ախպեր, այդ պապան նեղություն չի տա քեզ ախպեր, մենք հելանք։ Մի ծորի հարցել եք լուծում լրիվ տոշնյա դառնում։ Լավ ախպերս, դե հելանք, այդ համ տենամուր եմ եթում զատնի։ Հա, բարեկամներ, հիմա Վարդանը լույսը չփխել է աշկերիս, դզեմ։ Այն դզած է ախպեր, պրոստը վերջը էլի ուր եմ եթալու տենց։ Ես աստիս ծալես տակը 24-ի դեմով թե հետևով։ Չէ, հետևով 24։ Հա, լավ, всё։ Դե լավ ախպեր, էլ մի արի։ Եզդի բարեկամներն են։ Բարեկամներ։ Հա։ Ասեմ պայի։ Լավ բարեկամներ են։ Եզդի բարեկամները մեր հավատարիմ ընկերներն են ախպեր։ Ամբողջ աշխարհի մեջ։ Լսի, ստից չեմ կարա կֆռամ էլի երևի, հա։ Գնա։ Всё, ծալի ախպեր։ Վարդանը իշքան ուժ ունի, լույսը գցել է աշկերիս, բայց ես չեմ վարանում ու երկնչում։ Հելանք ախպեր, լավ մնացեք։ Բռացել ենք ախպեր։ Всё, մենք լքում ենք Խանջանի սահմանները, եւս մենք սիգնալ եւ գնացինք։ Եզդի բարեկամների տան մոտով անցանք։ Հարգանքներս բոլորիդ, լավ մնացեք, իսկ մեր ճանապարհը շարունակվում է ուղիղ Աղաբաբյան հյուրա բան, չէ։ Հոլ, Աղաբաբյանս հոլ։ Գնում ենք Աղաբաբյանս հոլ, ասեմ ինչ հետաքրքիր առիթ է։ Այսօր ամուսնություն է, հարսանիք է, պես այդ ծնունդը 12-ից հետո է լինելու, իսկ հարսանիքը հիմա է գնում, բայց մենք հենց 12:00 պետք է մուտք գործենք, որովհետև այնտեղ սաղ պայմանավորվել են, ասել խոսացել են, որ 2 ժամ ավել մնան հարսանիք անեն, այդպես պետք է անեն հարսանիքներ, մինչև գիշերը 2-ը։ Գնացինք։ Իսկ մենք Արամը հուպ դու, հա։ Մի քիչ ծննդի օրով այդքան էլ մեր սպասածը չեղավ, բայց ամեն դեպքում չենք մոռանում համ հարսանիքեր, համ ծնունդ, դրա համար էմոցիաները ուղղակի եռում էին եւ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Լայք եք, բաժանորդագրվեք, ես հելա։ Վարդան հաջող, ապրես բարեկամ։ Իմ սիրտն ափերիդ մեջ